Բարև ձեզ հարգելի ներկաներ, նախ ուզում եմ Մասկ վարչության անունից շնորհավորել մարտի 8-ը եւ առհասարակ միամսյակը մեր հայ կանանց մաղթել ամենալավը եւ միշտ թող լինեն գնահատված եւ սիրված։ Մենք այսօր հրավիրելով եմ խնդրում եկեք ես ձեզ ներկայացնեմ մեր ասուլիսի ձևաչափով, որից հետո դուք շարունակեք։ Շատ լավ։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այսօր ասուլիս է հրավիրել միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը, կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը, կուսակցության փոխնախագահ Հակոբ Ասլանյան եւ կուսակցության անդամ Լյովա Մխիթարյան։ Վարչության անդամ Լյովա Մխիթարյան եւ ունեք հայտարարություն անելու, հիմնականում այս հայտարարությանը դուք նախապատրաստվել եք կուսակցությունը գրանցվելուց հետո պետք է արվեր եւ մասնակցելու եք ընտրություններին, այսօր որոշակի փական գծեր կբացեք, թե ում հետ եք շարունակելու ձեր այս ճանապարհը, կներկայացնեք ձեր ճանապարհային քարտեզը։ Եվ քանի որ Լևա Մխիթարյանը բացումն արեց, ըստ էության որպես երիտասարդ ձեր թիմակցություն։ Նաև մեր կուսակցության հանրային կապերի բաժնի ղեկավար։ Ցույց տանք հնարավորություն տանք ներկայացնելու, որից հետո լրագրողները եթե հարցեր կունենան, զուգահեռ արդեն կպատասխանենք նաև ձեր հարցերին։ Շնորհակալ եմ, նախ ուզում եմ հատուկ ձեր մարտի 8-ն էլ շնորհավորել եւ տոները շնորհավորել եւ ուզում եմ հիմա խոսքը տալ Մասկ վարչության նախագահ Հովիկ Աղազարյանին, պարոն Աղազարյան։ Շնորհակալություն, որ ժամանակ եք գտել լուսաբանելու մեր խոսքը։ Ես ուզում եմ ասել, որ արդեն մոտ 1 ամիս է եւ մի քիչ ավելի լավ չեմ հիշում, որ մեր կուսակցությունը ստացել է պետական գրանցում, միասնական ազգային սահմանադրական կուսակցություն, ինչի մասին պարոն Ասլանյանը ազգային ժողովում հանդես եկավ հայտարարությամբ եւ մենք արդեն կարող ենք մասնակցել ընտրություններին, կարող ենք չմասնակցել, կախված մեր այսպես կոչված տրամադրություններից, ցանկություններից եւ հնարավորություններից, բայց մենք որոշում ունենք, որ մասնակցելու ենք առաջիկա ազգային ժողովի ընտրություններին, ձևաչափի մասին դեռ հստակ որոշում չունենք, մենք բանակցում ենք որոշ կուսակցությունների հետ եւ եթե գտնվեն համագործակցության եզրեր, ապա մենք նախընտրում ենք ընտրություններին գնալ, այսպես կոչված այլ կուսակցությունների հետ միասնական դաշինքով, բայց ոչ դաշինքային տրամաբանությամբ, բայց ոչ դաշինքով, այլ մեկ կուսակցական ցուցակով, որպեսզի կարողանանք ավելի հեշտությամբ հաղթահարել շեմը խորհրդարանում հայտնվելու, ինչպես գիտեք, դաշինքների դեպքում 8%, հետո ավել տոկոս, իսկ կուսակցական ցուցակների դեպքում 4%։ Նախ միջև խոսքը սկսել, հիմնական խոսքը սկսել նաև ես ուզում եմ ասել, որ Մասկ կուսակցության վարչության անունից մենք ցավակցում ենք Իրանի եղբայրական ժողովրդին կրած կորուստների համար, անվերապահ դատապարտում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի բարբարոսական հակամարտկային գործողությունները Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, վստահ ենք, որ Իրանի Իսլամական եղբայրական եւ հերոսական ժողովուրդը պատվով դուրս կգա այս արհավիրքից։ Այնուհետև ես ուզում եմ կարճ ներկայացնեմ այն իրավիճակը, որ այսօր գոյություն ունի մեր քաղաքական դաշտում։ Արդեն ձևավորվել են մի քանի դաշինքներ, որոնք հայտարարել են, որ գնում են ընտրության, եւ դա շատ լավ է, որ ձևավորվել են եւ զգացում են նաեւ, որ որոշ դաշինքների մոտ հենց այն տրամաբանությունն է գործում, որ գնան կուսակցական ցուցակներով, որպեսզի հաղթահարության գործակիցը ավելի բարձր լինի։ Պատկերացրեք, եթե կուսակցությունները միավորվում են եւ գնում են դաշինքային տրամաբանությամբ, դաշինքով են գնում ընտրությունների եւ պետք է հաղթահարեն 8% շեմը եւ այնպես է ստացվում, որ իրենք հավաքում են 7.9% ձայն, այսինքն չեն հաղթահարում 8% շեմը, բայց իրենք գործում են ընդդիմադիր դաշտում։ Հետևաբար 7.9%-ից ամենակիչը 4.5%-ը կգնա իշխող քաղաքական ուժին, որպես փոշիացված տարբերակ։ Իսկ երբ որ դու
Աստված չարիչս հաղթարում 4% բարիերը եւ հավաքում ես, ասենք թե 3.9% ձայն։ Այդ դեպքում մոտավորապես 2% կարող է գնալ իշխանական, այսպես կոչված ձայների պաշարին, ինչը շատ անցանկալի է։ Հետևաբար այդ տրամաբանությունը փառքացու բոլոր ընդդիմադիր ուսակցությունները լավ պատկերացնում են եւ այդ ձևով են առաջնորդվում։ Ինչ ունենք այսօր։ Այսօր մենք ունենք Հայաստան դաշինք, այսօր մենք ունենք մեր ձևով շարժում, հակը ունենք, Գագիկ Ծառուկյանի շուրջ հավաքված ուժերը ունենք մեր միասնության թևեր, շարժումը եւ ելի կան կուսակցություններ, որոնք դեռ գտնվում են այդ խմորումների մեջ միավորվելու կամ ճշտելու իրենց ձևաչափը ընտրությունների մասնակցելու։ Քաղաքական դաշտը հիմա ո՞նց է զարգանում, այսօր ո՞նց է զարգանում։ Մեր ձևով շարժումը իրենից ներկայացնում է ռեալ, երևի թե ընդդիմադիր դաշտում առաջին դիրքերում գտնվող առանց այդ բաների հետ, սոցհարցումների, բաների եւ այլ մեր պատկերացումներով իրենք գտնվում են առաջատար դիրքերում են գտնվում եւ հետեւաբար ներկայացնում են այդ իմաստով լուրջ այլընտրանքային հատված իշխանության նկատմամբ։ Ինչ կարող է տեղի ունենալ։ Հավանական երկու սցենար։ Առաջին սցենարը, որը քիչ հավանական է, իհարկե, բայց կարող է տեղի ունենալ։ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը փոխանցում է Սամվել Կարապետյանին։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը կդառնա մարդկության պատմության մեջ բոլոր ժամանակների, բոլոր պետությունների ամենահզոր ուժեղ քաղաքական պետական գործիչներից մեկը։ Նույնիսկ եմ ասում, սա քիչ հավանական տարբերակն է, բայց ոչ զրոյական արժեքով։ Երկրորդ տարբերակը Նիկոլ Փաշինյանը սպասելու է որոշ ժամանակ եւ տեսնի թե մեր ձևով շարժման շուրջ ոնց է կոնսոլիդացվում հասարակությունը, այսպես կոչված ընդդիմադիր ընտրազանգվածը եւ անհրաժեշտ քայլ կատարի։ Այդ մաքսիմալ կոնսոլիդացումից մի պահ առաջ կատարի անհրաժեշտ քայլ։ Անհրաժեշտ քայլը ո՞րն է։ Կամ եթե համընկնում է կուսակցություններին կամ ուժերին որպես ընտրաշավի մասնակցելու իրավունք ստանալու գրանցման պահին չգրանցեն, կամ նույնիսկ մայիսի 15-ին, մայիսի 20-ին դուրս հանեն քաղաքական պայքարից եւ մեր ձևով շարժումը չհասնի հունիսի 7-ին։ Այսինքն չգրանցելով դուրս հանեն։ Մի տարբերակ, եթե մեր ձևով շարժման պիկը կլինի առաջիկա մի ամսվա ընթացքում, մինչև գրանցումները, ապա այդ չեն գրանցի ուղղակի, իսկ եթե այդ պիկը չզգացվի իշխանական շրջանակների կողմից, հատուկ ծառայությունների կողմից, եւ այդ պիկը զգացվի մայիսի 10-ին, ապա 15-ին, մայիսի 20-ին, մայիսի 30-ին, ասենք ընտրություններից մի քանի օր առաջ, քվեարկությունից մի քանի օր առաջ դուրս կհանեն այդ ուժին ընտրապայքարից, որով այդ տարբերակով, հայտնի տարբերակով։ Այսինքն չգրանցելն է ամեն դեպքում իրենց մարտավարությունը։ Կարող է գրանցել եւ Գրանցել հանեն, գրանցումից հանեն։ Այս դեպքում ինչ տեղի կունենա, այս դեպքում Ինչքով հանեն։ հիմքերը, եթե հանկարծակի Նիկոլ Փաշինյանին դժվարանա գտնել հիմքերը, ես իրան կտամ հիմքերը։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը պրոբլեմ ունի հիմքեր գտնելու համար։ Ուրեմն եւ այդ դեպքում ինչ տեղի կունենա։ Այդ դեպքում ընդդիմադիր դաշտը պատկերացած կամայանը։ Ժողովրդի մոտ կառաջանա ապաթիայի բանը ընկալումը, իշխանությունների ամենազորությունը կամրապնդվի եւ ընտրության գա քիչ թվով քաղաքացի Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիրը կհավաքի իր այն զանգվածը, որը ունի այսօր ունի եւ մոտավորապես 70% ձայներ հավաքելով դառնա բացարձակ իշխանություն։ Ինչ պետք է անել այդ ցույց տալու համար։ Ձեր թույլտվությամբ մենք փաստաթուղթ ենք հրապարակել առաջ, չկա պետքան երկար չի։ Ես կարծեմ հետո մեկնաբանեմ, եթե կարելի է։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենսդրության սահմաններում 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունների արդյունքում իշխանափոխություն իրականացնելու եւ ժամանակավոր հավասարակշռված կառավարություն ձևավորելու ճանապարհային քարտեզ։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական դաշտը պայմանականորեն կարելի է բաժանել 3 մեծ հատվածի։ Առաջին հատված։ Այստեղ գտնվում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ նրան կցորդ կամ արբանյակ ուժերը։ Երկրորդ հատված։ Այստեղ գտնվում են այն քաղաքական ուժերը, որոնք տարբեր պատճառներով եւ մղումներով պայմանավորված չունեն հստակ դիրքորոշում 2026 թվականի
ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ քաղաքական կեցվածք ընդունելու իմաստով, երրորդ հատված, այստեղ գտնվում են այն քաղաքական ուժերը, որոնք ունեն հստակ դիրքորոշում Նիկոլ Փաշինյանի որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ վերարտադրությունը աննպատակարարության մասին հստակ տեսակետ ունեն։ Երրորդ հատվածում գտնվող ուժերի մեջ հակասությունները երբեմն հասնում են անտագոնիզմի, ինչը խստագույնս դժվարացնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմ միասնական քաղաքական պայքար մղելու ձևաչափի ընտրությանը։ Գերխնդիրը կայանում է նրանում, որ պետք է գտնել համագործակցության մի այնպիսի բանաձև, որ առավելագույնս ընդունելի կլինի երրորդ հատվածում գտնվող ուժերի համար։ Մենք գտնում ենք, որ կարող է ընդունելի լինել հետևյալ տարբերակը։ Երրորդ հատվածում գտնվող ուժերը ստեղծում են նախընտրական դաշինքներ եւ ձևավորում քաղաքական ճակատ սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ սահմանված կարգով թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը որպես ՀՀ վարչապետ։ Նախընտրական դաշինքները ընդունում են հետևյալ հուշագիրը։ Հաշվի առնելով նոր աշխարհակաղակական իրողությունները, ինչպես նաեւ դրանց զարգացման միտումները, ռեալ գնահատելով տարածաշրջանային սողացող զարգացումների վտանգավորության աստիճանը, կարևորելով տարածաշրջանային ուժերի ջանքերը խաղաղության հաստատման, ինչպես նաև հարևան պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը ու խորացումը, ինքնիշխանության հենքի վրա ինտեգրացիոն գործընթացների զարգացումը, արձանագրելով որ ժամանակակից աշխարհում թուրք-ադրբեջանական տանդեմը մեզ համար լավագույն դեպքում ընդհանրապես կարող է վերանայել իր մոտեցումը գործիքակազմի իմաստով հայոց պետականության վերացման գործում, հարմարվելով նոր աշխարհակարգում ձևավորվող չափորոշիչներին եւ ոգուն, արձանագրելով որ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների անհերատես քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կանգնեցրել են բազմաթիվ երևացող եւ թաքնված մարտահրավերների առաջ, եւ որ բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով անհնարին է իշխանությունների կողմից այդ մարտահրավերների կառավարումը, ինչը հիմնավորվում է վերջին տարիներին արձանագրված եւ մեկը մյուսից բխող ձախողումները, որոնց շարունակականության դեպքում շատ գործընթացներ կարող են դառնալ անշրջելի։ Արձանագրելով որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության վեր է ածվել միանձնյա ղեկավարի, ինչը շատ վտանգավոր է վերջինիս բարեհոգեբանական, սոցիալական, հասարակական, քաղաքական հոգեվիճակով պայմանավորված։ Արձանագրելով որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը որպես վարչապետ կարող է վտանգել հայոց պետականության գոյությունը, քաղաքական միավորումները, արկախելով գոյություն ունեցող բոլոր տարաձայնությունները ձևավորում են քաղաքական ճակատ։ Քաղաքական ճակատը մասնակցում է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին միասնական օրակարգով։ Առաջին, մեկ օրակարգի կետը։ Հաղթել ազգային ժողովի ընտրություններում, հաջորդ կետը ազգային ժողովի ընտրությունների արդյունքում ձևավորել ժամանակավոր հավասարակշռված կառավարություն մինիմալ հնարավոր եւ նպատակահարմար ժամկետով, բայց ոչ ավել քան 1 տարին։ Ժամանակավոր կառավարության վարչապետը, ազգային ժողովի նախագահը, փոխվարչապետերը ժամանակավոր կառավարության լիազորությունների ավարտից հետո չեն կարող զբաղեցնել որևէ բարձր պետական պաշտոն։ Ժամանակավոր կառավարության ձևավորման մասնակցում են ճակատում ընդգրկված բոլոր նախընտրական միավորումները անկախ իրենց հավաքած ձայների։ Նախընտրական միավորումները բովանդակությամբ լինելով դաշինք պետք է հանդես գան մեկ միասնական կուսակցության ցուցակով։ Քաղաքական ճակատը առաջին հավատարիմ է մնալու Հայաստանի Հանրապետության միջազգային բոլոր երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրերին եւ պարտավորություններին, երկրորդ արգելվելու է 2018 թվականից հետո բարձր պաշտոն զբաղեցրած բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին լքել Հայաստանի Հանրապետությունը 3 տարի ժամկետով, սկսած ազգային ժողովի ընտրություններից, եւ վերջի կետը հուշագիրը բացեց ստորագրության համար մինչեւ ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի երկրորդ կիրակի օրը։ Ես ընդհանրապես մի բանի վրա ծանրանամ, մի փոքր եւ հետո պատասխանեմ ձեր հարցերին։ Ուրեմն ինչ անշնակում ճակատ։ Տեսեք, գոյությունը մեր ձևով շարժում, գոյությունը Հայաստան դաշինք, ինչպես ասացիք, Գագիկ Ծառուկյան, ՀԱԿ, միասնության թվեր, էլի ուժեր կան, որ ասենք հիմա պատրաստում են ներկայանալ համապատասխան կեցվածքով, այդ ուժերը եւ այդ դաշինքները միավորում են ճակատ։ Իրանցից յուրաքանչյուրը ունի իր ցուցակը։ Բայց միասին են հանդես գալիս իշխանափոխության իմաստով։ Նպատակը որն է։ Հիմա պատկերացրեք, մեր ձևով շարժումը գտնվում է այդ ճակատի մեջ։
Եվ ինչպես մի քիչ առաջ ասացի, մայիսի 15-ին մեր ձևով շարժում այնքան թափահավաքում, որ իշխանությունները իրան դուրս են հանում ընտրապայքարից։ Մեր ձևով շարժումը հայտարարում է, սիրելի քաղաքացիներ, սիրելի համակիրներ, նրանք ովքեր որ պատասխանում են ձայն տային մեզ, ձայն տվեք ճակատում գտնվող ցանկացած ուժի, որևէ մեկին ում ուզում եք, որովհետև եթե ճակատը ազգային ժողովում հաջողության է հասնում, ապա մենք մեր ձևով մաս ենք կազմելու այդ ժամանակավոր կառավարությանը, որը գործելու է մեր պարոն Ասլանյանի եւ իմ հաշվարկներով կարելի է 3.5 ամսում անել, 4 ամսում անել, բայց ոչ ավել քան 1 տարի։ Այսինքն մեր ձևով շարժումը հնարավորություն է ունենում, եթե ինքը իրապես վայելում է ժողովրդի համակրանքը 4 ամիս հետո ազգային ժողովի ընտրություններից հետո գալ իշխանության։ Ուղղակի միանձնյա, որում կարող է գալ իշխանության։ Այդպես ճակատում գտնվող ցանկացած ուժ, ես օրինակը բերում եմ մեր ձևովի վրա, որովհետև բոլոր դեպքերում մենք գտնում ենք, որ ինքն է առաջատարը։ Իրան ոնց է պահում այսօր մեր ձևով շարժումը։ Մեր ձևով շարժումը իրեն չի պահում adekvat։ Ստեղծված քաղաքական իրավիճակին, որովհետև իրանք լինելով հաջողակ բիզնեսի ներկայացուցիչներ, դա չի նշանակում, որ դեռ իրանք լավ ուժեղ քաղաքական գործիչներ են։ Դա միանշանակ մեկը մյուսից չի բխում։ Լավ է, որ լավ բիզնեսմեններ են, հաջողություններ ունեն, լավ ծրագրեր ունեն, դա շատ լավ է, բայց քաղաքական իմաստով իրանք պատկերացրել են մի քիչ շատ չափազանցված են եւ ամբիցիոզ։ Ամբիցիա ունենալը վատ բան չի, բայց դրանց կառավարելը շատ կարեւոր է։ Ինչ են ուզում իրանք ուզում են լինեն կինոյի տղեն եւ դևին իրենք սպանեն։ Մենք ենք դևին սպանողը եւ սպանում։ Չեք կարող, միայնակ չեք կարող։ Դևը ուժերը, նրա թիկունքին է Եվրոպան, նրա թիկունքին է Ամերիկան, աջ թևում կանգնած է Էրդողանը, ձախ թևում կանգնած է Ալիևը։ Եվ հետեւաբար այդ դևը շատ ուժեղ է։ Հետեւաբար իրեն կարելի է հաղթել մեկ ճանապարհով այդ ճակատի գաղափարը իրականացնելով։ Այդ մի կարևոր դրվագ, որ ես ասացի, որ որևէ ուժ դուրս մղվի, մեկ այնքը ճակատի մեջ մտնում է եւ ժամանակավոր կառավարությանը մասնակցում։ Հաջորդ հանգամանքը, չէ՞ որ մենք ասում ենք, բոլորն են ասում, որ եթե ընտրությանը գան շատ քաղաքացիներ, ապա իշխանությունը պարտվելու է։ Դա միանշանակ է։ Բայց հենց պիտի այնպես անես, որ քաղաքացիները գան։ Բա ո՞նց քաղաքացիները գան։ Քաղաքացին զանգելու է, քաղաքացիներից մեկը զանգելու է բանին, դոգի Վարդան Ղուկասյանին։ Պարոն Ղուկասյան, դուք ջան, այ ախպեր, ինչ շատ տեղի ունենում։ Դուք եւ Դավիթ Ծառուկյանը նույն ճակատում եք, ինչ-որ բանկար մենք չենք հասկանում, Վարդան Ղուկասյանը բացատրում է։ Ասում է Գեղամ ջան, Գեղամ թե Գևորգ, չգիտեմ, կարևոր չի։ Գեղամ ջան, չէ, Գևորգ նույնիսկ նա։ Գևորգ ջան, մենք միասնական ճակատով եթե մենք քաղաքացիական պայմանագրի տեղը, դերը քաղաքական դաշտում մինիմիզացնելու, հետո բոլորս գնանք ընտրությունների առանց վարչական ռեսուրսների, առանց ռեպրեսիվ ռեսուրսների, այն ժամանակ մենք կհաղթենք եւ ես Գագիկ Ծառուկյանին ցույց կտամ իր քաղաքական տեղն ու դերը։ Նույն Գևորգը զանգում է Գագիկ Ծառուկյանին, պարոն Ծառուկյան, առավոտից երեկո դուք իրար հետ ինչ հարաբերությունների մեջ եք դոգի հետ, իմես ո՞նց ա որ նույն ճակատում եք։ Գևորգ ջան, մենք գնում ենք ընտրությունների, երբ որ մենք կհաղթենք, քաղաքացիական պայմանագրի տեղն ու դերը կներկայացնենք քաղաքական դաշտում, այն ժամանակ մենք կգանք իշխանության, բնականաբար մենք պիտի գանք պարզա, որովհետև մենք ենք ամենաուժեղը եւ ամենալավ ծրագիրը մենք ունենք, այդպես կասի եւ Հայաստան դաշինքը եւ ասենք բանը մեր ձեւ շարժումը, այն ժամանակ ես դոգին հետո գզվատոցը կսկսի հետո այդ 4 ամսվա ընթացքում բավոն, բայց գզվատոցը սկսի 4 ամիս հետո որտենան ժողովրդում է ընտրում։ Եվ երաշխիք կա, որ խոստումները կկատարվեն։ Գզվարտոց չէ, ամենաշատ դերադասավորներ։ Հա, գաբանա, ասա Գևորգ ջան, արխային ես դոգի հարցերը կլուծեմ, այն գեղամները որտուն նստած իր համար պոպկորներ ուտում, ասում եմ՝ մի րոպե, փաստորեն դոգը, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, հələ չհաշված են Աղազարյան, Հովիկ, Հակոբ Ասլանյան, բանման, այդպես մի ճակատի մեջ են, հա։ Այսինքն խնդիրները այնքան լուրջ են, որ այդ մարդիկ կարողացել են վեր կանգնել իրենց անձնական բան, ես բանից դիվիդ հասնեն ուզում լուծեն, հա, դե որ հա, ես էլ եմ իմիջ ձայնը ստամ։ Այդ մեր կարծիքով էլ իհարկե մեր համեստ կարծիքով։
Հիմա եթե ավելի լավ ծրագիր կառաջարկվի, թող առաջարկվի։ Մեր կարծիքով այդ դեպքում եւ հաջողել բանը ընտրությունների շատ մասնակցություն կլինի եւ ճակատը կհաղթանակի եւ հաղթանակից հետո այո կսկսվի Դոգի, Գագիկ Ծառուկյանի, մեր Հայաստան դաշինքի, մեր ձևովի քաղաքական գզվրտոցը։ Այդ ժամանակ այդ ժողովուրդ առանց եւ այդ ժամանակ արդեն ժողովուրդը առանց վարչական ռեսուրսների, առանց ռեպրեսիվ ռեսուրսների կկատարի իր իշխանությունը։ Մենք բավարարված կգանք մեր համեստ կարծիքով, որ փաստորեն Դևին մենակ բանը չսպանեց անունիշը, մեր ձևով չսպանեց, մենք մեր համեստ մասնակցություն ունեցանք, այդպես յուրաքանչյուր մեկը եւ ձևավորվի իշխանություն։ Այսինքն եթե այսօր մեր ձևով շարժումը պատկերացում ունի, որ ինքը հնարավորություն ունի գալ իշխանության, մենք առաջարկում ենք ռեալ ճանապարհ, որ 100% պետք է իշխանության, որովհետեւ ինքը դեպքում ավելի շատ զանգվածի կաշտի հիմա։ Եթե Հայաստան դաշինքն է մտածում, որ ինքը այսօր հնարավորություն ունի գալու իշխանության, ապա մեր այս ծրագրով եթալու ճանապարհին քարտեզով եթալու դեպքում իրենք 100% գան իշխանության, որովհետեւ առանց Նիկոլ Փաշինյանի վարչական ռեսուրսների եւ ռեպրեսիվ ապարատի ավելի շատ ձայն գավակեն, շատ տարօրինակ կլինի, եթե այս ճակատը չձևավորվի։ Եթե այս ճակատը չձևավորվի, ուրեմն Նիկոլ Փաշինյանը հավաքել է 70% ձայն։ Եթե այս ճակատի միջի մասնակիցները ընկալում են պարոն Ասլանյան Հակոբին եւ պարոն Հովիկ Աղազարյանին որպես Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ, ապա մենք պատրաստ ենք չմասնակցելու ընդդիմությունների այս դեպքում շարունակել։ Ներողություն վերադառնալու ձեր կուսակցությանը դուք ասացիք բանակցությունները կվարում, ասեք ում հետ եք բանակցությունները կվարում այն ամենը, մեր ձևովի, քպերի։ Չէ, ես ձեր թույլտվությամբ ասեմ ում հետ չենք վարում։ Թեկուզ ում հետ չեք վարում։ Մենք չենք վարում բանակցությունները մեր ձևով հետ, Հայաստան դաշինքի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ, Միասնության թևերի հետ, Լևոն Տեր Պետրոսյանի հակի հետ չենք վարում բանակցություններ, մնացած հատվածի որոշների հետ վարում ենք, որոշները չենք վարում, ուղղակի հավը չի ստացվել կամ նպատակաբար չենք գտնում։ Ինչի՞։ Մնաց Լուսավոր Հայաստանը, մնաց Քոչարին, մնաց Դոգը, հələ լիքը կան, արքային։ Անցյալ ընտրություններին 26 ուժ էր մասնակցում։ Չէ, բացեք է։ Եվ դուք կարծում եք, որ ինչ-որ մի ուժ հնարավոր է, թեկուզ ԿՊ միայնակ հաղթահարի 50+1%-ը։ Դուք ասեցիք, եթե ձեր ասած ճակատը չձևավորվի, հնարավոր է, որ 70%։ Դուք կարծում եք, որ կա մի ուժ, որ 50+ ամեն ձայն կհավաքի ներառյալ ԿՊ-ն։ Ես համոզված եմ, եթե մեր ձևով շարժումը այսպես կասված, այս ձևով գնաց միջև վերջ, ապա ինչ-որ պայի, ինչպես ասացի, իշխանությունները իրանք դուրս են անելու քարոզարշավից, պայքարից հետագա, եւ իրանք հավաքել են 70% ձայն։ Իսկ ԿՊ-ն հիմա ոչ պաշտոնական քարոզարշավ է արդեն։ Դե բոլորը քարոզարշավանում են, դե ոչ բան չկա։ Ուրախ ավտոբուսով շրջագայություններ, կուկուռուզ, կարկանդակ փարթիներ։ Մեր ձևովն էլ է անում։ Չէ, մի քիչ տարբեր է։ Ոնց։ ԿՊ-ին ոնց է գնա հաղթի հարցը ԿՊ-ին։ Ես ԿՊ-ինը, բանը, ես դե նորմալ եմ նայում այդ երևույթը, բայց այն ձևով որ իրանք անում են, որը ըստ էության վերահսկում պերֆորմանսի, մեր հարևան եղբայրական պետությունում գոյություն ունեցող այսպես կոչված անմարդկային իրողությունների պայմաններում առնվազն ծամածառություն։ Պարոն Աղազարյան, եթե փաստորեն ամփոփենք, եթե քաղաքացիական պայմանագիրի իշխանությունը չխոչընդոտի, մեր ձևովը 70% ձայները կհավաքի։ Չէ, չի հավաքի 70% ձայները, բայց հաղթելու շատ մեծ հնարավորություն ունի, այո։ Մեր ձևովի հետ կապված լրագրողը հարցրեց ձեզ քաղաքացիական պայմանագրի եւ դուք ասում եք նմանություն կա քաղաքացիական պայմանագրի եւ մեր ձևովի միջեւ, պարոն Ասլանյան։ Քարոզարշավի Քարոզարշավի Եթե հնարավոր է միկրոֆոնները տեղափոխենք։ Ես ճիշտ ասած չեմ ուզում այդպես կոպիտ ասել, բայց իրականությունը նման է։ Մեր ձևովն ու ԿՊ-ն նույն ձևով են, գրեթե նույն ձևով են շարժվում։ Ձևի մեջ երկուսն էլ ձևի մեջ լավ են, բայց ցավալի է, որ դա իմ կարծիքն է, բովանդակությունը ճիշտ չէ։
երկուսի գործնեությունում էլ այնքան բովանդակություն չկա, որը պետականամետություն ցույց տա։ Այնպես որ ասենք ես չեմ կարծում պարոն Աղազարյան ասեց 70%, ոչ, ուղղակի եթե Նիկոլ Փաշինյանը մեր ձևովին չհանի, ասենք կարող է դա մեր ձևով հասցնի մինչև 30-35%, որովհետև այսօրվա իշխանությունները ամեն ինչ անում են, որ ապաճայի պայմաններում չգան ընտրության եւ այդ ընտրության չգալու պայմաններում իր ռեսուրսներով, իր հնարավորություններով ԿՊ-ն կարող է բավականին բարձր տոկոսներ ստանալ։ Այդ դեպքում մեր ձևովը հաղթելու հնարավորություն չունի եւ թույլ էլ չի տա ԿՊ-ն։ Իսկ ԿՊ-ի այդ բարձր տոկոսների չի հաղթում իրենց արած ոստուկների։ Ոչ, նախ իշխանական ռեսուրսների շնորհիվ, որը անմիջապես կապված է ընտրության եկած մարդկանց քանակի հետ։ Օրինակ, եթե 1 միլիոնից մի փոքր ավել գա, իմ հաշվարկներով ԿՊ-ն չի հավաքի 30-35%-ից ավել։ Իսկ եթե 1,5 միլիոն ընտրության գան, նրա թիվը կիջնի ոչ ավել 25%-ի։ Բայց մեր ձևովի դույսը պայմաններում է տալնում։ Իսկ եթե ընտրության գա ընդամենը 7-800 հազար, ԿՊ-ն 50%-ը կանցնի։ Մեր ձևովը ինքը քաղաքական լուրջ մոտեցումներ չունի։ Օրինակ, մեր ձևովին այսօր քննադատում են։ Այ քիչ առաջ ասցիք, ԿՊ-ն եգիպտացորեն ուտելով կուկուռոզ այսպես կոչված, պերաշկի ուտելով է իր բանը տանում, մեր ձևովն էլ կապանից սկսած մինչև վերև մեքենաների վրա կպցրել են խոստումներ, որոնք այնքան էլ իրական չեն եւ ժողովրդի ականջի համար են ընդունելի եւ այդպիսի խապկանքով, այսինքն ինձ համար ցավալի է, որ ինչպես ԿՊ-ն, այնպես էլ մեր ձևովը առանց հիմնավորման գաղափարներ է գցել քաղաքական դաշտ։ Կներեք, նրանք հիմնավորում են, ես օրինակ ձեզ կարող եմ ասել 300,000 աշխատատեղ, դուք պատկերացնում եք, թե դա ինչ է նշանակում 300,000 աշխատատեղ։ Բոլոր տեսակի տնտեսագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ ամենաշատը կարելի է 140-ից 145,000 տեղ աշխատատեղ բացել։ Իսկ իրենք ասում են 300,000։ Իրենք չեն պատկերացնում, թե ինչ վիճակ կառաջանա իրենց ասած այդ փոքր ու միջին բիզնեսին հարկերից ազատելը, ինչ խաժամուժ կառաջանա, կներեք բառս խաժամուժ եմ ասում, ինչ խառնաշփոթ կառաջանա, չի կարելի ասել բաներ, որոնք մարդկանց ականջների համար հաճելի են, բայց իրականության մեջ խապկանք։ Դուք հնարավոր եք ԿՊ-ի հետ անոմենային Ոչ, բացառվում է, ոչ միայն հնարավոր չի, բացառվում է, բացարձակապես։ Մենք ԿՊ-ի հետ ոչ մի դեպքում չենք համագործակցի, որովհետև ԿՊ-ն այնքան է հեռացել հեղափոխական արժեքներից, այնքան է խրվել ինքն իր մեջ, իր խապկանքների ու կեղտի մեջ, որ մենք այլևս պարոն Աղազարյանի հետ միասին երբեք չենք կարող լինել, եւ այն մարդիկ, ովքեր մտածում են, թե մենք ԿՊ-ի հետ կարող ենք համագործակցել, չարաչար սխալվում են։ Կյանքը ցույց կտա, որ միակ ուժը, որը չի համագործակցում այսօր ԿՊ-ի հետ, բացարձակապես եւ ոչ մի հանդիպում կամ ոչ մի խոսք չի գցում քաղաքական դաշտ, որ հնարավորություն ունենանք իբր թե խոսելու, դա մասկն է։ Պարոն Աղազարյան, դուք ասացիք, որ հնարավոր է որ նայ ընտրությունների չմասնակցեք։ Որ դեպքում չմասնակցեք, եւ որ բանակցությունները ձեր ուզած արդյունքը չտան։ Այսինքն միայնակ լինելու դեպքում չեք մասնակցել։ Ես ուզում եմ միանալ մի փոքր բան անեմ, ասենք բարձրաբանում ասեմ, որ եթե մեր ձևով շարժումը բարեհաջող հասնի
ընտրությունների ավարտին, ապա հենց դա կնշանակի պարոն Ասլանյանն ասացը, որ շատ մարդ կգա ընտրության, որովհետև մեր ձևով շարժումը աշխատում է այն ընդդիմադիր դաշտի վրա, հատվածի վրա հիմնական, որը կողմնորոշված չի այսօր։ Շատ մարդ կգա քաղաքացիներ կգան ընտրության, եւ այդ դեպքում շատ քաղաքացիներ գալու պարագայում քաղաքացիական պայմանագրի եւ Նիկոլ Փաշինյանի ձայների այդ հաստատուն ունեցվածքը 500,000-ի չափ մոտավորապես այդ ձայների մեջ կլինի փոքրամասնություն եւ կառաջանա այդ հայտնի ամենակիչը կառաջանա հայտնի Գյումրիի տարբերակը, ինչից շատ վախենում է այսօրվա իշխանությունը։ Այսինքն մեր ձևով կարող պատկերացնել բացարձակ չկա իշխանության բացարձակապես, բայց կլինի առաջատարը եւ Գյումրիի բանաձևի համապատասխան կլինի իշխանության այդ իմաստով, այսինքն հետեւաբար ես ասում նորից տեսակետը պնդում կպատասխանեմ ձեր հարցին նորից տեսակետը պնդում որ կամ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փոխանցում է Սամվել Կարապետյանին կամ էլ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ պահի Սամվել Կարապետյանին մեծով շարժումը դուրս հանելու ընտրապայքարից ինչ վերաբերում է ձեր հարցին ճշտով մենք որ դեպքում չենք մասնակցի ընտրություններին մենք չենք մասնակցի ընտրություններին մի դեպքում երբ որ ընդդիմադիր այսպես կոչված ճակատի քաղաքական ճակատի բոլոր ուժերը միավորվեն մեր առաջարկության կամ մեր առաջարկության նման առաջարկության հետ կապված միավորվեն մի ընդհանուր ճակատ կազմեն եւ իրենք անհանգստություն ունենան որ մենք այդուհանդերձ հանդիսանում ենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտը այդ դեպքում մենք չենք մասնակցի այսինքն մենք ես ինդիկատորն եմ պարոն Ասլանյանը եւ ես մենք երկուսով երբեք չեք կանանալ չէ համագործակցել ԿՊ-ի հետ չեք կարող այնպես անել որ ձեզ չհամարեք եթե գա այնպեսի պահ որ մեր եթե գա այնպեսի պահ որ քաղաքական ճակատը գազնի հաջողության ազգային ժողովի ընտրություններում ձևավորվի իշխանություն եւ պարոն Ասլանյանին ինձ կվերապահվի բարձրագույն պատիվ վարչապետին այսօրվա վարչապետին ուղեկցել դեպի ԱԱՑ-ի պատվալ եւ աջ ձեռքը բռնած կլինի պարոն Ասլանյանը իսկ ձախ ձեռքը բռնած կլինեմ ես եւ իրենք ուղեկցենք ԱԱՑ-ի պատվալ Այդ ժամանակ էլի կլինեն մարդիկ, որոնք ասեն, բա որ ասում ենք Նիկոլի պրոյեկտն են չէիք հավատում։ Տեսակ, իրենք տան ԱԱՑ-ի պատվալ, ապահով տեղ, որպեսզի փրկեն ժողովրդի դատաստանից։ Հետևաբար մենք այդտեղ չենք պայքարում։ Մենք կարդացել ենք Սերվանտեսին, մենք գիտենք Դոն Կիխոտին, Սանչոյին, եւ հետևաբար մենք հողմաղացների դեմ պայքար չենք մղում։ Մենք չենք ապացուցելու, որ մենք ուխտ չենք։ Պարոն Աղազարյան, քանի որ ձեր կուսակցությունը կոչվում է սահմանադրական ազգային միասնական ազգային սահմանադրական կուսակցություն, այդ դեպքում ձեր կուսակցությունը ինչ մոտեցում ունի Հայաստանի սահմանադրության հնարավոր փոփոխությունների վերաբերյալ։ Ինչ ասում եք։ Դե նախ սահմանադրականության իմաստով մենք սահմանադրականություն նախ հետաքրքիր է տերմինը ոնց առաջացավ, երբ որ առաջարկեցի մեր կուսակցության անունը դնենք Հայաստանի ազգային սոցիալիստական կուսակցություն, պարոն Ասլանյանը երեխա վախտանից բան ա եղել, սովետական միությունում ընդդիմադիր ա եղել, այսպես կոչված, շատ սոցիալիստական բառից շատ բան արեց եւ սոցիալիզմից եւ ես զգացի որ սա կլինի մեր ծնված կուսակցության պարակտումը հաշտվեցի բանի հետ, իր հետ եւ քանի որ բանը այդ դեպքում մեր մասկ միասնական ազգային սահմանադրական սոցիալիստական կուսակցություն մտածեցինք ինչ բարգանենք հարմար որպեսզի այդ մասկը պահպանվի սահմանադրական բայց դա շատ դիպուկ բովանդակային իմաստով դարավ շատ դիպուկ, որովհետև մեր գործողությունները միայն ու միայն սահմանադրության շրջանակներում են։ Մենք չենք ասում դա այնպես, որ սահմանադրության փոփոխման անհրաժեշտություն կա։ Մենք այդ նպատակով չենք ասում։ Այնինչ մեր ծրագրում կան կետեր, որոնք հետո մեր հետագայում մենք կներկայացնենք մեր խոսքերի մեջ, կան կետեր, որոնք ուզում են սահմանադրական փոփոխություն, մասնավորապես երկպալատանի խորհրդարանական համակարգ, մասնավորապես վերահսկիչ որոշ մարմինների մեխանիկական հատկացում ընդդիմությանը եւ այլն։ Ես լրացում ունեի նրան։ Ես կարծում եմ մի 15 օրից։ 15 օրից։ Ես լրացում ունեմ կուսակցության հետ կապված։ Ինչու հանկարծ ձեր ասած մասկը։ Քանի որ մենք հենց սկզբից մեր արչև խնդիր էինք դրել անել այնպես որ ապացուցենք որ մենք միասնականության ջատագով ենք այդտեղից ծնվեց միասնականության գաղափարը երկրորդ
Մենք պարոն Աղազարյանի հետ մշտապես գիտենք մի բան, որ ազգային արժեքներից չենք հեռանալու։ Եվ այստեղ ծնվեց ազգային գաղափարը։ Իսկ սահմանադրությունը մեզ համար սուրբ գիրք է, կներեք, դա պաթետիկ բառ չէ, ես անձամբ գտնում եմ, որ սահմանադրությունը, քանի որ ինքը սահմանադրությունը տվյալ պետության բարձրագույն օրենքն է եւ խաղալիք չէ, որ ամեն մեկը ոնց ուզենա փոխի, դա ժողովրդի գիրքն է եւ դա պետք է փոխվի միայն ժողովրդի ցանկությամբ։ Ուրեմն ստացվեց այդպես, որ մենք նորից կոչ ենք անում միասնական եւ հերու չենք կանգնելու ազգային գաղափարներից, դա ազգայինն է եւ անպայման գործելու ենք սահմանադրության սահմաններում։ Սա է լրացումս։ Եվ 15 օր հետո փաստորեն դուք մեզ նորություն կունենաք ասելու։ Այո, ամենաուշը 15-20 օրից հետո մենք անպայմանորեն արդեն կասենք մեր անելիքները առաջիկայում։ Արդյոք ստացվել է, որ համագործակցենք, թե մենք լրիվ առանցին կգնանք ընտրության, այդպես չէ, պարոն Այսինքն Աղազարյան։ հստակ արդեն անուններ կասեք, որոնց մասին իջև հիմա դա Այո, հստակ անունները քանի դեռ, գիտեք, քանի դեռ այսպես կոնկրետավորված դրված չի, պետք չէ ասել այն, ինչ որ հանկարծ թեկուզ 1%-ով 100% չէ։ Դե դեպքում կարծում եմ բոլորս կսպասենք այդ 15 օրից հետո Անպայման, մինչև ամսվա վերջ անպայման։ Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին, նաև ձեզ, եթե բան ունեք ավելացնելու։ Եթե թույլ տաք, ես մի երկու Իհարկե, խոսք ունեմ միկրոֆոնները ասելու։ պարզապես ձեր մոտ Այո, եք։ հիմա կմոտեցնեմ։ Ախ, շնորհակալ եմ այսպիսի ձևաչափի համար, ամլի ասուլիսի համար։ Ես վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին եւ ամենակարևորը իմ սիրելի հայ ժողովրդին։ Մենք էլ ենք շնորհակալ, կսպասենք 15 օր Ապրեք անց շատ, ձեր արձագանքներին։